Դե դա արդեն անցած փուլ է, բայց եթե ցանկություն կա մեկ անգամ եւս անդրադառնալու այդ խնդրին, ուրեմն վերափոխման տոնը միշտ էլ եղել է Սուրբ Յոթվերգ եկեղեցու ուխտի օրը, երբ որ բազմահազար ժողովուրդ է եկել ուխտագնացության։ Ցավոք սովետական տարիներին բնականաբար այդ ուխտագնացության հոսքը գնալով նվազեց, բայց դեռ պահպանվում էր, մանավանդ Ջավախքից եկած ուխտավորների մեծ բազմություն էր լինում։ Բայց վերջին 10 տարիներին երևի տնտեսական տագնապներ պատճառը, որ մարդիկ հնարավորություն չունեցան արդեն գալու, հասնելու այստեղ, եւ Յոթվերգ եկեղեցու ուխտի օրը այսպես դարձավ միայն քաղաքային նշանակության։ Մենք ուզեցինք, որ այս տարի դա վերարտասնենք Յոթվերգի ուխտի օրը եւ հրավիրեցինք ուրիշ թեմերից ուխտավորներին, ամանավանդ երիտասարդների եւ ունեցանք բավական ոչ մեծ թվով, բայց բավական թվով երիտասարդներ Երևանից եւ Կոտայքի թեմից։ Մյուս թեմերը հնարավորություն չունեցան այս անգամ մարտիկ ուղարկելու, բայց երևի մյուս անգամ կուղարկեն։ Եվ այդ իմաստով խաղաղորդնեկը Յոթվերգի ուխտի օրը, Յոթվերգի պատկերով թափորը այսպես ավելի արժևորվեց հյուր երիտասարդների մասնակցությամբ եւ ներկայությամբ, իսկ օրվա երկրորդ կեսին էլ արդեն գեղարվեստական հայտագիր եղավ, երիտասարդները երգեցին, համերգ եղավ, հետո բացօթյա համերգ եղավ նաեւ թատրոնի թատերական հրապարակում եւ այդ օրը մի տեսակ փորձեցինք վերաշխուժացնել մեր քաղաքի կյանքում։ Անշուշտ առաջին անգամը լինելով այնքան էլ կող չենք եւ բավարարված չենք եղածով, բայց պիտի փորձ լինի հետագայում ավելի ճոխացնել։ Եվ Յոթվերգ եկեղեցու իրապես տեղը եւ դիրքը համահայկական, ընդհանուր համահայաստանյան միջավայրում բարձրացնել, որովհետեւ Յոթվերգ եկեղեցին իրոք առանձնահատուկ եկեղեցի է, առանձնաշնորհյալ եկեղեցի է իր Յոթվերգի հրաշագործ պատկերով եւ պետք չէ դա թողնել միայն քաղաքային նշանակության տաճարների ուրեմն շարքում, այլ Յոթվերգը պետք է դառնա համահայաստանյան ուխտավայր։ Եվ այս գործում նաեւ անշուշտ մեծ գործ ունեն կատարելու գյումրեցիները եւ պետք է նաեւ քաջալերել հենց գյումրեցիներին, որպեսզի իրենք այդ օրը առավելագույն մեծ խանդավառությամբ եւ աշխուժությամբ կան Գյումրիի Սուրբ Յոթվերգ եկեղեցի եւ իրենց ուխտը կատարեն ամեն տարի վերափոխման տոնին, խաղաղորդնության տոնին։ Սրբազան հայր, այո, դուք մեկնաբանեցիք այդ օրվա հետ կապված իրադարձությունները։ Ես կուզենայի սիրելի հեռուստադիտողներին հիշեցնել, որ գործում է ուղիղ հեռախոսակապ 22247 եւ 30543 հեռախոսահամարներով դուք կարող եք զանգահարել եւ ձեզ հուզող հարցերը ուղղել Սրբազան հորը եւ պատասխանն իմանալ։ Սրբազան հայր, երկար սպասված ժամանակը լրացավ եւ գլխավորությամբ եւ ձեռամբ ամենայն հայոց կաթողիկոսի օծվեց Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցու եկեղեցին։ Սակայն եկեղեցին բացվելուց հետո ունի նաեւ դեր աշխատանքներ կատարվելիք։ Կխնդրեի այդ մասին ձեր կարծիքը։ Եկեղեցին բնականաբար օծումից հետո նոր սկսում է աշխատել, գործել եւ խնդիրները շահագործման, ներկայացման, պատարակների մատուցման, արարողությունների անխափան կատարման դրանից հետո է որ սկսվում են։ Անշուշտ եկեղեցու բացումը պետք է նկատել իրապես մեծ իրադարձություն Գյումրիի կյանքում եւ Շիրակի թեմի կյանքում, որովհետեւ Շիրակի թեմում սա առաջին լուրջ եկեղեցաշինական ձեռնարկներ այս անցած 10 տարիների թույլատու լինելու պայմաններում։ Անշուշտ ուրիշ շինարարական աշխատանքներ եղել են եւ լինում են, բայց այդ ծավալի եւ այդ մեծության նորակառույց եկեղեցու կառուցում Շիրակի թեմում չկար եւ այդ իմաստով իրապես բացառիկ նշանակություն եւ տեղ ունի եւ մասնավորապես Գյումրիում, որ անի թաղամասը, որ բավական կտրված էր քաղաքի կենտրոնից, այսօր ունեցավ իր աղոթատեղին
Եվ այս 3 օրերի ընթացքում, 3-4 օրերի ընթացքում ես որ մշտապես այցելեցի Սուրբ Հակոբ հետևելու համար աշխատանքներին գործունեությանը, տեսա թե ժողովուրդը ինչպես խանդավառ է եւ որքան ուրախ են նման մի գեղեցիկ եկեղեցի ունենալու համար։ Ինձ համար մասնավորապես հոգեգան մեծ մխիթարություն եղավ այս եկեղեցու կառուցումը, որովհետեւ իմ առաջնորդության շրջանին է, որ կատարվեց այդ իրադարձությունը, թեև ես այդ գործի մեծագույն մասը վերապահում եմ ամենայն հայոց հայրապետին, նա էր այդ գործի իրականացնողը, մտահղացողը եւ իրականացնողը, մենք միայն կարողացանք գործագից լինել վեհապար հայրապետին եւ օգնել տեղում, որովհետեւ այդ գործը իրականանա։ Բայց եւ այնուամենայնիվ մեր առաջնորդության շրջանին եղավ եւ երևի թե այս եկեղեցու կառուցմամբ մի տեսակ հոգեգան մեծ մխիթարություն ունեցա, որովհետեւ վերջի վերջո մեր նախահայրերի կառուցած շատ եկեղեցիներ, ես նկատի ունեմ վերջի վերջո մեր Գերդաստանի, Աջաբահյան Գերդաստանի կառուցած եկեղեցիները բոլորը մնացին Կիլիկիայում, Թուրքիայում եւ բոլորը կործանվեցին թշնամու ձեռքով։ Եվ այս եկեղեցու կառուցմամբ կարծես նաեւ մի տեսակ մենք մեր վրեժը լուծեցինք թշնամու հանդեպ իր քանդած եկեղեցիների փոխարեն նորը այստեղ կառուցելով թեև 1000 կիլոմետր հեռու եւ այդ հոգեգան իրապես զգացումը ես ապրեցի եկեղեցու բացման եւ ոծման ժամանակ, որի մասին այն ժամանակ չարտահայտվեցի, այլ հիմա ուղղակի ուզեցի արտահայտվել, որ իրոք կարծես թե ես իմ նախահայրերի վրեժը լուծած եղա թշնամուց իրենց քանդած բազմաթիվ եկեղեցիների փոխարեն այս հրաշալի տաճարը կառուցելով այսօրվա Հայաստանի հողում։ Իսկ ինչ վերաբերում է արդեն եկեղեցու օծումից հետո եկեղեցու կանոնավոր գործունեությանը, բնականաբար այնտեղ պիտի նշանակվի քահանա եւ արդեն իսկ նշանակված է Տեր Արսեն քահանան, որ մինչեւ հիմա Սուրբ Յոթվերքում էր ծառայում, նա արդեն նշանակված է մնայուն կերպով Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ եւ այնտեղ է լինելու մշտապես եւ կատարելու է հիմնական հոգևոր արարողությունները եւ բավարարելու է Անի թաղամասի հոգևոր պահանջները, պետք է հոգևոր հովությամբ զբաղվի Անի թաղամասում Սուրբ Հակոբ եկեղեցու շուրջ համախմբելով Անի թաղամասի ժողովրդին եւ դրանով իսկ կարողանալով դատարեցնել այն ասեկոսեները, որ իբրև թե Անի թաղամասը արդեն հայ առաքելական եկեղեցու հավատացյալներից չի բաղկանում։ Արդեն իսկ բացման օծման արարողությունը ցույց տվեց, որ այդ բոլոր ասեկոսեները եւ զրույցները դադարք են, որովհետեւ այն հսկայական բազմությունը, որ հավաքված էր, ցույց տվեց, որ իրենք ոչ մեկ աղանդավորական հոսանքի չեն պատկանում, այլ հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդներն են։ Կմնա, որ հիմա քահանան ավելի աշխուժացնի այդ կյանքը եւ ժողովրդին հավաքի եկեղեցու շուրջ։ Եվ նա նաեւ անշուշտ պետք է իր սպասարկող անձնակազմը հավաքի, ովքեր պետք է ծառայեն այդ եկեղեցում եւ ներկայացնի մեզ ի հաստատումն եւ մենք հաստատելուց հետո անշուշտ այդ բոլոր ծառայողների ցանկը բոլորը կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը։ Դրանից հետո արդեն հիմնական գործը կլինի եկեղեցու ներքին հարգի, ստորին հարգի ուրեմն կիրառությունը, իրեն համապատասխան կիրառությունը գտնելը, որտեղ պետք է բացվեն խմբակներ երեխաների համար, դահլիճը պետք է օգտագործվի, դասարանները, լսարանները պետք է կահավորվեն, պետք է օգտագործվեն, այսինքն եկեղեցին միայն եկեղեցի չի լինելու, այլ լինելու է երիտասարդական, մանկական կենտրոն իր ներքնահարկով եւ այդ բոլորը աստիճանաբար կամաց կկատարվեն։ Այդ իմաստով անշուշտ եկեղեցու բացումը ուրախալի է, ցնցալի առիթ է, բայց նաեւ մեր գործունեության շրջանակը մեծացնում է, մեր մտահոգությունները մեծացնում է եւ մեր հոգսերն էլ մեծացնում է, որի տակ անշուշտ մենք մեծ սիրով մտնում ենք եւ նաեւ մտնելու են մեր բոլոր ծառայողները։ Կարծում եմ, որ գոնե այս աշնանը եկեղեցու կանոնավոր գործունեությունը կսկսվի, իսկ եթե մինչեւ ձմեռ չկարողանանք ուրեմն ներքնահարգը օգտագործել լրիվ իր նպատակի համար, ապա կարծում եմ կամ վստահ եմ, որ Գառնանը արդեն լրիվ կերպով ամբողջ եկեղեցին եւ վերին հարգով եւ ներքին հարգով կաշխատի եւ կսպասարկի մեր ժողովրդին եւ իր հոգեվոր պահանջներին գոհացում կտա։ Շնորհակալություն Սրբազանար։ Մենք եկեղեցու բացման հետ կապված ունենք տեսանյութ,
խնդրեմ դիտենք տեսանյութը, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հայ ժողովուրդը անցած 2 տարերի ընթացքում հայտնի է եղել եկեղեցաշինությամբ, եւ դա ինքնանպատակ չէ։ Մեծ է կանոնավոր գործող եկեղեցու դերը հոգեվոր զարթոնքի եւ հոգեվոր դաստիարակության գործում, հայ ժողովրդի դավանաբանությունը աղճատելու փորձանող զանազան աղանդավորական շարժումներից զերծ պահելու հարցում։ Եվ 1700-ամյա քրիստոնեական ընթացքը շարունակելու կարևորությունից էլ այսօր խոնարհված եկեղեցիները վերստին վեր են հառնվում, կառուցվում են նորերը։ Քրիստոնեական այդ հավատքն էր, որ ամերիկահայ Պարերար Սարգիս Հակոբյանին մղեց նորակառուցանի թաղամասում եկեղեցի կառուցել։ Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու օծման արարողությանը ներկա գտնվելու ուրախությունը ապրեցին ոչ միայն բազմաթիվ հյուրեր ու բարեպաշտ գյումրեցիները, այլև ամերիկահայ Պարերարն իր ընտանիքով։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աճապահյանը շնորհակալական խոսք ուղղեց ներկաներին եւ օրհնության խոսք ասաց Սարգիս Հակոբյանին ու նրա ընտանիքին, ում բարեգործական ներդրմամբ կառուցվեց եկեղեցին, նաեւ եկեղեցու ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի բարի հիշատակի եւ անվան համար։ Եկեղեցին օծվեց ձեռամբ ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Կարեկին II-ի։ Թող Աստված օրհնի մեր ժողովրդին, Գյումրին, ինչպես նաեւ մեր հայրենիքի զանազան քաղաքներ մեծանում են, աճում են, բազմականակ են դառնում եւ բնականաբար պետք է ստայտում նաեւ եկեղեցիները աճեն, պետք է նոր եկեղեցիներ կառուցվեն, որոնք որ իրենց դռները բանան մեր ժողովրդի առջև, որպեսզի շարունակենք մենք մեր 1700-ամյա քրիստոնեական ընթացքը Աստուծուն ապավինած եւ Աստուծով ապրելու եւ գործելու, շնացնելու համար մեր հայրենիքը եւ երջանկացնելու համար մեր կյանքը։ Վեհապարի օրհնությունը ստացավ Պարերարի թոռնուին Անին, ում անվամբ էլ ընտրվել էր եկեղեցու վայրը Անի թաղամասը։ Սուրբ եկեղեցու պատկերը հանձնվեց նրան, Վեհապարը Պարերարին ու նրա ընտանիքին հանձնեց 1700-ամյակի պատվո շքանշաններ, Պարերարին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը։ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր տեսփան Ջոն Օրնուեն կարևորեց եկեղեցին որպես հայ եւ ամերիկացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ, որպես Գյումրու վերականգնման եւս մեկ խորհրդանիշ այս հրաշալի եկեղեցում էլ մատուցվեց առաջին պատարագը։ Սիրելի հեռուստադիտողներ, ես մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ գործում է ուղիղ հեռախոսակապ 22247 եւ 30543 հեռախոսահամարներով։ Դուք կարող եք ձեզ հուզող հարցերը հղել Սրբազան հորը եւ իմանալ դրանց պատասխանը։ Եվ այո, մենք ունենք հիմա հեռախոսազանգ։ Ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սիրելի Սրբազան, ունեմ երկու հարց ձեզ ուղղված։ Խնդրում եմ պատասխանել։ Առաջի հարցը ուղղված է 58 թաղամասում նորակառույց Սուրբ Հակոբ Մզմենա Հայրապետի անվամբ օծմամբ եկեղեցու կապակցությամբ, որ խնդրում եմ պատասխանեք, այդ եկեղեցում Սուրբ Հայրապետի, այսինքն Հակոբ Մզմենա Հայրապետի մասունքներից կա այդտեղ։ Եվ երկրորդ հարցը, եկեղեցական կանոնադրությունը երբ է տեղի ունենալու, իսկ եթե տեղի ունեցել, խնդրում եմ մի քանի խոսք ասեք դրա մասին։ Ուրեմն առաջին հարցին, ինչ վերաբերում է եկեղեցու մեջ կամ հիմքում կամ խորանի տակ, որ Սուրբի նշխարներից մասունք չկա։ Եկեղեցին կառուցված է առանց ուրեմն Սուրբի նշխարներ ունենալու։ Բայց ձեր ուրեմն հարցը իմ մտքի մեջ մի գաղափար առաջացրեց, որ երևի թե Վեհապար Հայրապետի օրհնությամբ մենք ամեն տարի Սուրբ Հակոբի տոնին փորձենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից բերել Գյումրի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի աճը մասունքով եւ այդ Սուրբ Հակոբ Հայրապետի տոնին կարողանանք թափոր կազմակերպել եւ եկեղեցու ուրեմն հավատացյալներին թույլ տալ համբուրել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի նշխարները եւ իր օրհնությունը ստանալ։ Այդ գաղափարը հենց հիմա իմ մեջ առաջացավ եւ երևի թե մենք այդ հարցով կդիմենք Վեհապարին եւ կարծում ենք, որ հնարավորություն կընձեռենք։ Անշուշտ Սուրբ Հակոբ եկեղեցի ամենամեծ սրբավայրը Արդաշադում է, որ գտնվում է,
եւ այնտեղ է հիմնականում Սուրբից նշխարներ կան եւ այնտեղ է Սուրբ Հակոբիտոնին մեր ժողովրդի մեծ մասը գնում, բայց եւ այնպես այս Սուրբ Հակոբ եկեղեցին էլ պետք է այսպես արժեք տալ, տեղ տալ եւ երևի թե Վեհապար Հայրապետի օրհնությամբ կկարողանանք այդ կազմակերպել եւ գոնե եթե ոչ ամեն տարի, գոնե երբեմն Սուրբ Հակոբիտոնին ուրեմն Հայրապետի նշխարները աճը իր մասունքներով կարողանանք բերել եւ ներկայացնել մեր ժողովրդին եւ օրհնությունը բաշխել Սուրբ Հակոբ Հայրապետի։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, մեկ անգամ արդեն անդրադարձել եմ այդ հարցին, այն իմաստով որ ես ինքս Վեհապար Հայրապետի տնօրինությամբ կանոնադրության հանձնախմբի մեջ եմ եւ այդ կանոնադրությունը բոլոր դիտողությունները ընդունելուց հետո խմբագրվել, վերասրբագրվել, վերախմբագրվել է եւ ներկայացվել է Վեհապար Հայրապետին եւ Վեհապար Հայրապետը ծանոթանալուց հետո մանրամասն դրանից հետո արդեն պետք է իր որոշումը կայացնի, գուցե մեկ անգամ եւս հանձնարարի կանոնադրության հանձնախմբին զբաղվել, նոր դիտողություններ գուցե կան այս ընթացքում, որոնք մենք մեր աչքի առաջ պիտի ունենանք հաջորդ մեր կանոնադրության հանձնախմբի նիստի ժամանակ եւ վերջ-վերջո Վեհապար Հայրապետը երբ որ նկատի ունենա, որ արդեն պատրաստ է կանոնադրության նախագիծը, պետք է հրավիրի ազգային եկեղեցական ժողով, որն էլ պետք է հաստատի կանոնադրությունը։ Առայժմ այս փուլում է գտնվում եկեղեցու կանոնադրության հարցը։ Շնորհակալություն սրբազաններ։ Ուրեմն սկսվում է նոր ուսումնական տարեշրջանը եւ այս տարի լրանում է Շիրակի թեմի հոգևոր տվրանոցի 10-ամյակը։ Կխնդրեի անցած 10 տարիների ընթացքում ինչեր տեղի ունեցան հոգևոր տվրանոցում եւ ինչեր դեռ անելիքներ ունեն։ Դե այո, 10 տարի առաջ ստեղծվեց հոգևոր տվրանոցը Գյումրիում, որը առ այսօր շարունակում է իր գործունեությունը եւ արդեն տվել է իր շրջանավարտների առաջին հունձկը, այն իմաստով, որ անշուշտ Գյումրիի դպրանոցը սկզբնական փուլ է եւ որից հետո ուսանողները իրենց կրթությունը շարունակում են Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Եվ անցած տարիներին երևի թե լուծված չէր, շատ լավ լուծված չէր այս մեր դպրանոցից դեպի Գևորգյան ճեմարան անցման խնդիրը, որով տղաները շատ ավելի երկար էին ուսանում, բայց այսօր արդեն առաջին շրջանավարտների հունձկը արդեն տվել ենք, Գևորգյան ճեմարանն էլ ավարտել է մոտ ավելի քան 10-15 հոգի, ովքեր սարգսավարներ են այսօր եւ ովքեր մեր Գյումրիի դպրանոցի շրջանավարտ սաներն են, անշուշտ ոչ բոլորն են շիրակցիներ կամ գյումրեցիներ, բայց 10-15 հոգի արդեն մեր դպրանոցի շրջանավարտներից սարգսավակի աստիճանով ծառայում են հայ եկեղեցում եւ երևի թե այս տարվա ընթացքին կձեռնադրվեն արդեն կուսակրոն կամ ամուսնացյալ քահանաներ Վեհապարի տնօրինությամբ։ Իսկ հիմա արդեն երրորդ տարին է, որ Գյումրիի դպրանոցի ծրագիրը փոխված է, լրիվ համապատասխանեցված է Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին 3 լսարանների ծրագրին եւ որի համաձայն ուրեմն մեր երրորդ լսարան ավարտած սանը շրջանավարտ է, այսինքն իր ուսումը շարունակում է Գևորգյան ճեմարանի 4-րդ լսարանում, անշուշտ անցման քննություն հանձնելուց հետո, այսինքն աբացուցելուց հետո, որ ինքը արժանի է 4-րդ լսարան նստելու։ Նախապես Գյումրիի շրջանավարտները գնում եւ ընդհանուր ընդունելության քննություն էին հանձնում Գևորգյան ճեմարանում մյուս բոլոր դիմորդների հետ, որը այնքան էլ ճիշտ չէր։ Այսօր այո քննություն հանձնում են դարձյալ մեր շրջանավարտները, բայց հանձնում են անցման քննություն, որովհետեւ իրոք աբացուցեն, որ երրորդ լսարանի 3 կուրսերի ամբողջ ծրագիրը իրենք անցել են եւ արժանի են 4-րդ լսարան նստելու։ Եվ ուրեմն այս տարի նույնպես մեր նոր ուսումնական տարում մենք մեր դպրանոց ընդունել ենք բացառապես շիրակցիներին, այս տարի բավական մեծ թվով դիմորդներ ունենք, այսինքն այն իմաստով, որ մենք չենք հավակնում 100-ավոր դիմորդներ ունենալ, մեզ 10-15 դիմորդներ բավական է, այսինքն մեծ թիվ է։ Այս տարի ունենք 12 դիմորդներ, որոնք բոլորն էլ գյումրեցիներ են կամ շրջաններից, եւ սա մխիթարական թիվ է, որովհետեւ տարեց տարի ուրեմն ցույց է տալիս, որ ավելանում է դիմորդների թիվը, եւ այս տարվա դիմորդների մեջ կան շատ լավ
տղաներ, շատ լավ դպրոց ավարտած, փայլուն կերպով դպրոց ավարտած տղաներ, որոնք ցանկություն են հայտնել մեր դպրանոցում ուսանելու եւ հոգեվորական դառնալու։ Եվ երևի թե նաեւ այս տարի մենք կծրագրենք տարվա ընթացքում թերևս մի փոքրիկ, ոչ մեծ, փոքրիկ հոբելյանական այսպես հանդիսություն կազմակերպենք դպրանոցի 10-ամյակի հետ կապված, կհրավիրենք նախկին առաջնորդներին, ովքեր այս տարիներին գործել են, կհրավիրենք բոլոր շրջանավարտներին, որոնք սովորել են մեր դպրանոցում, կհրավիրենք անշուշտ Վեհափար Հայրապետին եւ մի հոբելինական այսպես հանդիսություն կկազմակերպենք Գյումրիի դպրանոցի 10-ամյակի հետ կապված։ Դա ընթացքում արդեն կերևա եւ ընթացքում մենք դա կտնօրինենք։ Իսկ ինչ վերաբերում է այս տարվան, այս տարի ընդհանուր մոտ 28-29 արդեն ուսանող ունենք այս պահին 3 լսարաններում, որը բավարար է, որովհետև մենք առավելագույն թիվը մեզ համար 30-ն է, 30-ից ավել ուսանող պահելը մեզ համար խիստ ծանր կլինի, այնպես որ մենք մոտենում ենք մեր մաքսիմումին, եւ դա իրապես մեզ համար մխիթարական է եւ առաջընթաց է եւ ձեռքբերում է։ Հուսանք, որ այս տարվա շրջանավարտները, որոնք դեռ այդ անցման քննությունը չեն հանձնել 4-րդ լսարանի, այս շաբաթվա կամ մյուս շաբաթվա ընթացքում այդ անցման քննություններն էլ կհանձնեն եւ բարեհաջող կերպով կնստեն Գևորգյան ճեմարանի 4-րդ լսարան եւ հետագայում ուրեմն Գևորգյան ճեմարանը ավարտելուց հետո մյուս բոլոր նախկին շրջանավարտների հետ կծառայեն հայ եկեղեցուն։ Շնորհակալություն Սրբազան հայր, մենք ունենք հեռախոսազանգ, ալո։ Ալո։ Բարոյական, հայրսուր։ Ասված բաբան։ Իմ հարցը վերաբերվում է հետևյալին։ Ինչպես գիտենք, արվեստում արվեստի արգելքները ավելի շուտ եղել են ինկվիզիցիայի ժամանակին։ Վեհափարի այցելության ժամանակ լսել եմ, որ եղել է դիտողություն Վեհափար որ կողմից մեր հրապարակում կանգնեցված հուշարձանի մասին։ Դա ինչ է արգելք է եկեղեցու կողմից արվեստին, թե ոնց կգնահատեք, ինկվիզիցիա է։ Դուք թյուրիմացության մեջ եք։ Հայ եկեղեցին ինկվիզիցիայի հետ ոչ մեկ առնչություն չունի, այսօր էլ չունի, վաղն էլ չի ունենա։ Հարցը լրիվ ուրիշ է։ Կան կրոնական սիմվոլներ, որոնք չի կարելի օգտագործել ինչպես պատահի։ Եվ ոչ մեկը չի կարող դա դարձնել իր հեղինակային իրավունքը, ասելու համար, որ ես կրոնական այս սիմվոլը հասկանում եմ այս կերպ։ Կրոնական սիմվոլները մեկնաբանել եւ կրոնական սիմվոլները ներկայացնելը դա հայ եկեղեցու վերջի մենաշնորհն է։ 1700 տարով սրբագործված։ Չի կարելի 1700 տարի հետո գյուտ անել եւ կարծել, թե դրանով մի նոր նշանակություն եւ մի նոր իմաստ տրվեց այդ կրոնական սիմվոլին։ Լուսեպսակը կրոնական սիմվոլ է, կրոնական խորհրդանիշ է։ Եվ հետեւաբար այդ կրոնական խորհրդանիշի օգտագործումը անպատե կերպով չի կարող չհարուցել հայ եկեղեցու դժգոհությունը։ Հարցը այս է։ Այստեղ հետեւաբար ինկվիզիցիայի ոչ մեկ խնդիր չկա, հայ եկեղեցին ոչ մեկին խաչ չի բարձրացրել, ոչ մեկին էլ խարույկ չի բարձրացրել։ Բայց երբ որ կատարվում է մի իրողություն, որը հարուցում է հայ եկեղեցու եւ անձամբ Վեհապար Հայրապետի դժգոհությունը, այդ դժգոհությունը հայտնվում է։ Եվ եթե այդ դժգոհությունը լսվել է ժամանակին չլսվելուց հետո եւ կատարվել է ինչ-որ մի բան, այդ մասին պետք չէ մտածել, որ այստեղ ինչ-որ ինկվիզիցիայի խնդիր կա կամ հայ եկեղեցին ինչ-որ հալածանք է սկսել արվեստի դեմ։ Ընդհակառակը նշանակում է, որ հայ եկեղեցին շատ խստապահանջ է արվեստի նկատմամբ եւ թույլ չի տալիս, որ արվեստ սովոսկեն զանազան տարբեր պատահական երևույթներ եւ թույլ չի տալիս, որ արվեստի մեջ կրոնական սիմվոլներ օգտագործվեն քմահաճ կերպով։ Այս է ամբողջ խնդիրը։ Եվ պետք չէ, որ այս ալյուրը այսքան ջուր վերցներ, որովհետեւ ժամանակին արդեն այդ մասին ասվել էր եւ եթե բարի լինեին ոմանք, այդ մասին կկատարեին անհրաժեշտ սրբագրությունը եւ այսօր այս ինչ-որ հոգիների եւ մտքերի ալեկոծությունը չէր լինի։ Ինչ վերաբերում է խաչին, ինչ վերաբերում է ձեռքի օրհնության խորհրդանիշին, ինչ վերաբերում է լուսեպսակին, սրանք բոլորը կրոնական խորհրդանիշներ են։ Եվ Միքայել եպիսկոպոսով կամ այսօրվա ամենայն հայոց կաթողիկոսով չէ, որ դրանք որոշվել են որպես այդպիսին։ 1700 տարվա մեր պատմությամբ են, որ որոշվել են,
դե կրոնական որ խորհրդանիշը, որտեղ կարելի է օգտագործել, որտեղ անթույլատրելի է եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք հնազանդվել ազգիս վեհապար հայրապետի կամքին։ Եթե նույնիսկ մեր սրտի կամ մտքի խորքում կարող ենք անհամաձայն գտնվել։ Այստեղ չի գնում ինկվիզիցիայի մասին։ Ինչի մասն է խոսք գնում։ Ինչու պետք է այս հարցը դիդել ծուր հայելու մեջ եւ մեղադրել եկեղեցուն եւ եկեղեցականին եւ մասնավորապես անթույլատրելի կերպով մեղադրել ամենայն հայոց կաթողիկոսին նման ինկվիզիցիայի ինչ-որ նպատակ ունենալու մեջ։ Վեհապարը իր կարծիքն է հայտնել եւ որը իրավունք ունի։ Վերջի վերջով վեհապարը այսպիսի հսկայական գործ կատարեց քաղաքի համար այս սկանչելի եկեղեցին մեզ պարգևելով։ Դա էլ է ինկվիզիցիա։ Դրանով էլ ինկվիզիցիայի ենթարկեց Գյումրիին, արվեստի մի սկանչելիք ստեղծեց անի թաղամասում, այլապես անդեմ եւ անդիմագից մի թաղամաս էր։ Դա ինկվիզիցիա էր։ Ինչպես կարելի է նման հարցեր շոշափել եւ նման ծուր մեկնաբանություն տալ։ Հայ եկեղեցին միշտ եղել է արվեստի հովանավորը եւ միշտ հայ եկեղեցին է շտկել բոլոր սխալները, որ թյուրիմացություններ չեն սողոսկել հայ արվեստի մեջ։ Այլապես կլիներ այն խառնիճաղանջությունը, ինչ որ այսօր տեսնում եք եկեղեցիներում, այնտեղ որտեղ չեն գործում։ Մտեք մի որևէ չգործող եկեղեցի եւ տեսեք թե ինչի է վերածել մեր ժողովուրդը։ Ինչ չուլ ու փալաս ասես եկեղեցիներում լցնում են։ Ինչ ասես հավաքում բերում են անճաշակության դրսևորումներ։ Բայց հայ եկեղեցին է որ թույլ չի տվել դարերով որբեսի դրանք մտնեն։ Այսօր հայ եկեղեցին մի քիչ հեռացել է արվեստից, այսինքն չի կարողանում իր խոսքը հասցնել եւ ամեն տեսակ անկանոնություններ, պարականոնություններ լցվել են արվեստի մեջ։ Մանավանդ կրոնական սիմվոլիկայի օգտագործման առումով։ Ով է թույլ տվել կրոնական սիմվոլիկան մեկնաբանել ինչպես կամենակ։ Դա ակնոց չէ վերջի վերջո։ Ոչ էլ ծոցագրբանում դրված գրիչ է, որ մեկնաբանեք այլ կերպ։ Դա լուսե պսակ է, որը իր մեկնաբանությունն է ունեցել 2000 տարի։ Նոր գյուտ ենք անում։ Շնորհակալություն Սրբազան հայր։ Եվ քանի որ վաղվանից սկսվելու է նոր ուսումնական տարեշրջանը, ձեր օրհնության եւ բարեմաղթանքի խոսքը ուսումնատենչ մեր հասարակությանը։ Անշուշտ մեզ համար դարձյալ ուրախություն է այսօր այստեղ լինել եւ առիթ ունենալ ողջունելու մեր ուսանողությանը, մեր աշակերտությանը, մեր մանկավարժական կոլեկտիվներին, որոնք վաղվանից կսկսեն նոր ուսումնական տարին։ Կմաղթենք, որ այս ուսումնական տարին լինի արդյունաշատ եւ արդյունաբեր եւ մեր ժողովրդի զավակները լինեն ուսանողներ, լինեն աշակերտություն, լինեն մանկավարժներ, կարողանան քաղել այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է եւ մանավանդ մանկավարժներին կմաղթեի, որ չունենան այն հիմնահարցեր, այն խնդիրները, օրվա հացի խնդիրը, ինչ որ ունեցել են եւ ունենում են մինչեւ այսօր, որովհետեւ կարողանան իրապես դրանից վեր կանգնած եւ դրանից վեր կանգնելով մեր ժողովրդին, մեր մադաղ սերունդին տալ այն, ինչին որ իրենք կոչված են տալու։ Եվ իսկ աշակերտությանը, ուսանողությանը կմաղթեի, որ առավելագույնս ջանասիրություն դրսևորեն, եռանդ դրսևորեն եւ կարողանան քաղել, որովհետեւ վերջ-վերջը ուսանողական, աշակերտական շրջանը դա այն շրջանն է, երբ որ մարդը կարող է քաղել։ Դրանից հետո սկսվում է արդեն տալու շրջանը, եթե մարդ չի հասցրել վերցնել, ոչինչ տալ այլևս չի կարող։ Դրա համար որքան շատ վերցնենք աշակերտության եւ ուսանողությանն եմ ասում, որքան շատ կարողանան վերցնել այս տարիներին, այնքան շատ կկարողանան տալ։ Իսկ մարդ սովորում է տալու համար, չի սովորում միայն ինքը իրեն պահելու համար։ Հետևաբար այս մաղթանքով կուզեի շնորհավորել բոլորի նոր ուսումնական տարին։ Շնորհակալություն Սրբազան հայր, շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ,